Մյուս կարգավորումը վերաբերում է արևային էներգետիկայի ոլորտին, մասնավորապես ինքնավար էներգաարտադրողներին, խոսքը մինչև 150 կՎտ էներգիա արտադրելու հնարավորություն ունեցող ենթակառուցվածքների մասին է եւ ներկայումս ինչ է տեղի ունենում, նախ այն էներգիայի ավելցուկի մասով շահութարկ չի վճարվում, բայց մեր տարբեր սուբյեկտներին հնարավորություն չի տրվում, որպեսզի իրենք այդ ծախսերը նվազեցնեն շահութարկի հաշվարկներով եւ մենք այդ հնարավորությունը ընձեռում ենք, ինչը խթանելու է արևային էներգիայի տարածումը Հայաստանի Հանրապետությունում եւ վերջինը վերաբերում է հանրային սննդի կարևոր ոլորտներից մեկի կաթնամթերքի ոլորտին, ներկայումս համախառն եկամտի մինչև 1%-ի չափով ենք թույլ տալի հարկային օրենսգրքով շահութարկի մասով ծախսեր ճանաչել, խոսքը հատկապես կորուստների մասին է, որովհետև գիտենք, որ կաթնամթերքի ոլորտում կորուստներ կան եւ այստեղ երկու անգամ մեծացնում ենք այդ տոկոսը, դարձնելով 2%-ի սահմանաչափով, այսինքն մինչև 2%-ի համախառն եկամտի 2%-ը կարող է ծախսագրել համապատասխան սուբյեկտը։ Սա հիմնական կարգավորումներն են, նշեմ նաեւ, որ սրանց բոլորի մասով եւ թվային հարթակներ ունենք եւ թվային առաջիկա նախաձեռնություններ ունենք եւ պատրաստ եմ պատասխանել բոլոր հարցերին։ Շնորհակալություն։